Փաշինյանը իշխանության չգար, ինչ է կարծում, Արցախը այսօր հայկական կլիներ։ Ինձ թվում է, հա։ Գիտեք ինչ, այնք շատ բարդ հարց է էդի, բայց չենք կարա իմանանք կլիներ թե չէ, բայց որ ինքը եկավ ու մեր երեխեքին այսօրը գցեց, էդի ինքը աններելի ու չգիտեմ, ամեն մարդ պետք է իր արժանի պատիժը ստանա։ Նույն ծնողն էլ ես եմ այսօրվա 44 օրվա պատերազմի ծնող էլ ես եմ մի հատ էլ ես եմ այսօր։ Ես իրան չեմ ներում ու ամեն մարդ պետք է ստանա իր պատիժը։ Ես ոչ մեկին ոչի բան չեմ ասում ու չեմ կարա ասեմ այն ժամանակ ոնց կլեր, հիմա ոնց կլիներ, բայց համենայն դեպս ես իրան որպես մեր ղեկավար չեմ ընդունում։ Այո, որտեղ ինքը շատ սխալ գործեց։ Իհարկե կներեք, ես չեմ ցանկանում ավել ոչինչ խոսալ, բայց ինքը շատ սխալ ղեկավար է։ Չեմ կարող ասեմ, հա, մենք դա չենք որոշել։ Եթե զինվեին կլիներ հայկական 30 տարի, եթե չուտեին փողերը, զինվեին իհարկե կդիմադրեին, բայց թե չեմ կարող ասեմ Փաշինյանը գար կլեր թե չէր էլի, կարող ուրիշն էլ գար էլի չլեր, կարող է ինքը Ալմահամի չի իլում, չեմ կարա ես այդ հարցին պատասխանեմ, քիչ դժվար հարց է էլի, բայց եթե զինվեին, ոնց որ հիմին այա զինվում էլի մերոնք չեն զինվում, հնարավոր էր, մնար հայկական։ Չեմ կարող ասել։ Ինձ թվում է, հա։ Չգիտեմ։ Քաղաքականությունից այնքան հեռու եմ, ու այնքան խնդիրներ կան, այդ մասին չեմ էլ մտածել։ Չեմ կարող ասեմ։ Դժվար հարց է։ Այս բոլոր նախագահները նախկինները գիտեին, որ այս հարցը լուծում չունի, Լևոն Պետրոսյանը բազմիցս արտահայտել է, միգուցե երկուսը իրանց մեջ են պահել, բայց միջազգային հանրության հետ շփվելով միջազգային իրավունքի բոլոր տարերին տիրապետելով, քիչ թե շատ իշխանության հետ առնչված մարդիկ շատ լավ գիտակցել են այդ ամեն ինչը։ Նրանք, ովքեր որ հիմա ասում են, որ իբր թե կար ինչ-որ լուծում հայանպաստ եւ այլն, ստում են։ Ով գիտի, չեմ կարող ասեմ ազիս։ Չեմ կարող ասեմ։ Չեմ կարող ասեմ էլի դա ձեր հարցին։ Ես մի քիչ դժվարանում եմ պատասխանել։ Գիտեմ, չեմ կարող։ Ազիս դա անկանխատեսելի հարց է։ Կարող է լիներ, կարող է չլիներ։ Եթե դա նախատեսված էր, որ պետք է այդպես լիներ, շատ հնարավոր է նորից լիներ։ Ճիշտն ասած, Ազիզ ջան, ես սիրում եմ ճշմարտությունը։ Բոլորն էլ ղեկավարությունը, այս թշվառությունը, որ ժողովուրդն է կրում, բոլոր ղեկավարության պատճառով, ոչ միայն Փաշինյանը, բոլորն էլ, ով նստել է ժողովրդին թլանել է, պետությունը թլանել է, ժողովրդին մատնել, սովի, հրի, սրի, ամեն ինչի։ Անկան պատերազմները, որ լնում է թշնամին առիթից օգտված հարձակվում է, դա հայի մեղքն է, հայի անօրենի, անիրավյան խղճի մեղքն է։ Այո, բոլորն են մեղավոր, բոլորն են մեղսագործ, բոլորն են անիրավ, բոլորն են թալանել։ Բայց ձեզ, եթե Փաշինյանը իշխանության չգար, Արցախը այսօր հայկական կլիներ։